բարի հետ առնչվող մարդկանց, որովհետև այսօր բարի միջազգային օրն է, սովածես Տիգրան ջան։ Ողջունեք նրանց, ովքեր չեն հասցրել նախաճաշ, հնարավորության։ Ահա, ոնց որ Տիգրանը։ Եվ հիմա այ Ճտ։ Իսկ չես ուզում ասել, այդ ով է քեզ համար այդ նախաճաշն ապահովել Տիգրան ջան։ Հերթով կասեմ։ Լավ։ Սա ինչ է բայց։ Ինչ բլիթ է։ Բուբլիկ։ Այս բուբլիկները բերել է Լուսինե Մուրադյանը եւ միայն բուբլիկ չէ, նաեւ կա կոնֆետ եւ իհարկե սուրճ։ Սուրճը ձեզնից սերը մեզնից։ Լավ երաժշտություն իմիջայլոց, մեկ էլ ընկերակցություն, լավ մարդկանց հետ այսօր կընկերակցենք միասին։ Դե ինչ, սկսում ենք բարի լույս բոլորին։ Սուրճ ու սեր առավոտից 9:35 Գառնանային ջերմ բարի լույս բոլորին, ովքեր այսօր լսում են հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Այո, Գառնանային, որովհետև կարծես թե եղանակները տաքանում են, եթե իհարկե նորից ինչ-որ պատմություններ չսկսվեն, բայց այդուհանդերձ կասես անձրևներ տեղում են, թե ոչ։ Սպասվում է կարճատև անձրև։ Հուսանք այդ կարճատև անձրևը կլինի աննկատ եւ որևէ մեկի Ասեմ տրամադրության վրա ավելին, չի անդրադառնա։ Առանձին շրջաններում նաև սպասվում է ջերմ աստիճանի նվազում 3-ից 5 աստիճանով 29-ին այսօր Աստված Ֆլորիում, հետո Տավուշում, Սյունիքում 8-ից 10 աստիճանով 10 աստիճանով իջնելու է։ Բայց մայիսի 1-ից 2-ը աստիճանաբար կբարձրանա 6-ից 9 աստիճանով։ Ինչ հաճելի, այս պահին կասես մայրաքաղաքում։ Ասեմ, մայրաքաղաքում այս պահին 7 բալանոց շատ գեղեցիկ կարմիր պատկերով խցանում է։ Իսկ եղանակը գրեթե բոլոր փողոցները խցանված են բացառությամբ փոքր կենտրոնի։ Ասա ինչի, որտեղ փոքր կենտրոնում մարդիկ ոտքով են քայլում։ Տիգրան, բայց մենք եկել ենք այսօր աշխատանքի, դանդաղ աստիճանական խցանում էր, կարող ենք այդպես ասել։ Դե 7 բալ է այս պահին։ 7 է փաստորեն։ 7 բալի ժամանակ կարելի է ճուշանալ աշխատանքից, օրինակ մենք ոնց ճուշացանք։ Դե մենք չենք կարող ուշանալ բնականաբար։ Խոստացիր, որ երբ այս տեղեկությունը այլ տարբերակով կհայտարարենք եթերում, ծափեր կհնչեն պարտադիր, որովհետև մինչ այսօր դեռ փակ է Արագածոտնի մարզում Ամբերտ Բարձր լեռնային օդերևութաբանական կայանից
քարիլի չտանող Դու ընկել ես այս ճանապարհի Այո, ես անապեր սպասում եմ թե երբ այն բացվելու։ բացվելու ճանապարհը։ Մենք կարող ենք այդ օրը երբ կասեն բաց է գնանք ու Կարմիր Լենդ կտրենք այդտեղ։ Ինչ կարծիք ես։ Իդեպ ասենք որ Լարսնել է բաց։ Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բայց Լարս մի գնացեք, եթե գործ չունեք անելու։ Հա, էլի, ինչ մի ճանապարհ եք Այս պայն Երևանում 11 աստիճան տաքություն է, օրվա ընթացքում մինչև 18 աստիճան բարձրանա։ Դա էլ ասենք։ Նաև ասենք օրվա փոխարժեքը տարադրամի շուկայում ինչ եղանակ է։ Այո, ամերիկյան $1 արժե 389 դրամ 46 լումա, եվրոն 441 դրամ 92 լումա է, ռուսական ռուբլին 4.7 է, բրիտանական ֆունտ ստերլինգը 519.38 է եւ իհարկե չինական յուանը 53.36 է։ Ահա, այս էլ ասեցինք։ Վերադառնանք օրվան 29 ապրիլի, այսօր աշխարհը նշում է Պարի միջազգային օրը, այո, 1982 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի նախաձեռնությամբ ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր եւ ամսաթիվն առաջարկել է պարուսույց Պյոտր Գուսևը։ Գիտես Գուսևին ճանաչում ես։ Հերակա։ Այսօրը եւս պատահական չի ընտրվել, ապրիլի 29-ն է ծնվել նաեւ ֆրանսիացի պարուսույց բալետի տեսաբան ռեֆորմատոր Ժան-Ժորժ Նովերը։ Իսկ Նովերից ինչ գիտես։ Ահագին բան, ես ի վերջո չես մոռանում իմ անցյալը, չէ։ Մի մոռացիր իմ անցյալը։ Իդեպ պատմության մեջ Ժան Ժորժը նաև հայտնի է որպես ժամանակակից բալետի հայր։ Մոդեռնը նկատի ունես։ Նովերն առաջինն էր, որ սկսեց ինքնուրույն պարային ներկայացումներ բեմադրել։ Իրականում պարը դա մեկ այլ բոլորովին յուրատեսակ ու հեքիաթային աշխարհը երբ ընկղմում ես, այնտեղից դուրս գալ պարզապես հնարավոր չէ։ Ինքնաբերաբար։ Ինչպես դուրս եկար։ Բազմաթիվ տրավմաների հետևանքով։ Այ խոսենք վնասվածքներից։ Իրականում շատերին թվում է թե բեմում բոլորը դուրս են գալիս, ժպիտները դեմքին այսպես պարում են եւ ամեն ինչ հիանալի է, բայց Պարի կախարդական աշխարհի ետնաբեմում թաքնված են բազմաթիվ հույզեր, դժվարություններ ու բարդություններ, հատկապես եթե ընտրել եք դասական պարը, բալետային աշխարհը իր դժվարությունները առավել քան ավելի բարդ է, որովհետև գիտենք հայտնի պուանտները, իսկ դրա վրա կանգնել եւ պարելը, կանգնելն է բարդ ու մնաց պարելը, դրանք իրենց հետևանքներն են ունենում, չէ, այդպես չի իրականում։ Տիգրան ջան, ես առաջարկում եմ այսօր միայն պարային ռիթմեր իմ կողմից կլինեն։ Վաու, շնորհակալություն, հաճելի է։ Անվճար է, խնդրեմ։ Facebook-ի աչքելուց։ Նաև ռադիոլսողներին հարցնենք, հետաքրքիր է, մեր լսարանում կա մարդ, ով ընդհանրապես չի սիրում պարել։ Ինձ թվում է կան մարդիկ, ոչ թե չեն սիրում, այլ իրենց մոտ լավ չի ստացվում եւ բարդույթավորվում են։ Չէ, բայց պարել է, չէ, 1-2 անգամ տեսել են, ստացվել է կամ ոչ, բայց չէ, մարդ, ով ընդհանրապես երբեք չի պարել, երբեք չի վերկեցել տեղից ու պար ձեռքերը շարժել։ Ընդհանրապես ատում է պարը։ Իրականում ես մի բան էլ ասեմ, բոլորին թվում է թե պարը զուտ զվարճանք է, բայց եկեք մի բան էլ հստակեցնենք, եթե դասական պարն ենք ընտրում, ապա սպորտաձևերի մեջ, եթե համեմատություն ենք, ամենածանր մարզաձևն է, որովհետև դասական պարի ժամանակ մարզվում են մարդկանց բոլոր մկաններն առանձին եւ դու պետք է փայլուն մարզավիճակում լինես, որպեսզի կարողանաս կատարել այն բոլոր հնարքները, որ տեղի են ունենում բեմի վրա, Տիգրան ջան։ Պարը կյանք է, պարը կյանք է, պարը հոգու ճիչ է, պարը շարժման լեզու է, մշակութային բնույթ է, ֆիզիկական վարժություն է։ Այ հայերը ունեն մի սովորություն, երբ հավաքվում են ուրախ առիթով, հնչում է առաջին այդ տաշտուշ իմանուշը, առաջին անգամ չեն պարում։ Ծանր են իրենց պահում։ Հետո մեկը թեթևացնում է հետո այն մյուսն ասում է չէ, լավ, այն մյուսի էս մեկին չպարենք, այն մյուսին կպարենք։ Բայց եթե գնացինք արդեն այսպես ասած ազգային պարերին, պարը հիմա չէ, դե բալետ չես պարում, չէ, խնդիրների ժամանակ։ Բարես, ինչ կա դրա մեջ։ Ինչ եմ ուզում ասել, այստեղ հիշեցի Գագիկ Գինոսյանի խոսքերը, միշտ ասում էր, որ պարը նաև ամբողջական բնութագրիչն է ազգի, հա, թե ինչ ճակատագիր է ունեցել ազգը, ինչպես է ապրում, երբ դու նայում ես ժողովրդական պարերը, այդ ժողովուրդների, միանգամից կարող ես որոշակի պատկեր ունենալ, օրինակ մեր Բերդը, մեր Քոչարին, հա, ուսուսի տված, միշտ ձեռքի բռնած, դու տեսնում ես, որ անդադար եղել է ինչ որ առումով պայքար, դժվարություններ։ Այո։ Սովատացել ես, ուզում կորժիկս ուտեմ եւ լսենք որևէ պարային կատարում այս պայն, եթե դեմ չես 55-3702 զանգահարեք, տեսնենք կա մատը, հիմա ինչ տարբերություն նույն բանն է։ Բուբլիկ, Տիգրան։ Բուբլիկը այդքան լավ չի հնչում եթերում, կորժիկ։ Կորժիկն էլ վատ է հնչում իրականում, ես քեզ ասեմ։ Դե լավ, մայն կարևոր չի, ես հիմա կամ տեսեմ, իսկ դուք այլեք կատարում։
hanging out with your girlfriend. Somebody saw you with another man. And every time I dial your phone, I hear your voicemail. Baby, let me know if you have changed the plan. We don't talk the way we used to. Every time you're breaking out inside, I poured out my heart to you. Still from me you hide. You're afraid to let me love you. You act like love is a disease. Doesn't have a conversation with me, please. Communicate with me. Communicate. If you don't want me, please just let me know. Communicate with me. Communicate. Just tell me if I need to let you go. Communicate with me. Communicate. Let me know if you have changed plans. Communicate with me. Communicate. Sit down and talk to me just like I'm still your man. You sat with me for dinner on my birthday. I ate alone again, you were no call, no show. Reservations for a weekend in the island. And then the day before you tell me you can't go. What am I supposed to think right now? You got me feeling like a fool. When I ask what's going on, you tell me that ain't cool. Just how long am I supposed to wait before I turn and walk away? Are you avoiding me cause you can't find the words to say? Communicate with me, communicate. If you don't want me, please just let me know. Communicate with me, communicate. Just tell me if I need to let you go. Communicate with me, communicate. Let me know if you have changed plans. Communicate with me, communicate. Talk to me just like I'm still your man. I have tried to leave you, but we're together and so good. I've told you how I feel, hoping that I'm understood. All I wanna do is love you, love you, love you. And you keep pushing me away. I need to know if we're over. Baby, why won't you just say, communicate with me, communicate. Let me know if you have changed plans. Communicate with me, communicate. Talk to me as if I'm still your man. Communicate with me, communicate. Let me know if you have changed plans. Communicate with me, communicate. Talk to me as if I'm still your man. Communicate with me, communicate. If you don't want me, please let me know. Communicate with me, communicate. Just tell me if I need to let you go. Սուրճ ու սեր առավոտից։ 9:45 րոպե այս առավոտ ոչ միայն սուրճ, ոչ միայն սեր, այլև բուբլիկ։ Ինչ երջանիկ ես դու Տիգրան ջան, կոնֆետ Կոնֆետը ունես, մնաց։ կարող ես վայելել կոնֆետը, ինչ ես Ինչու մենք կընթերցեմ չվայելենք, մեր ասա։ ռադիոլսողների Կարդա, կոմենտները։ տեսնեմ, ապա։ Երբ մենք ներկայացնում ենք խցանումները, Հովհաննես Կոնդյանն ասում է խցանումներ, քարի լիճը կարող է փակ լինել, բայց Իսակովը ոչ, ոնց Իսակովը ոչ։ Ախր մենք գիտենք, որ Իսակովի պողոտան միշտ խցանված է, միշտ դանդաղ է գնում։ Նայեմ ես։ Մինչ դու կնայես, ես ասեմ, որ Վարդուշ Մաթևոսյանը բարի լույս է մաղթում, սիրով ու ջերմությամբ լիոր է մաղթում բոլորիս խաղանք ու անփորձանք օր հայ զինվորին ու Հայաստան աշխարհին։ Արման Սարգսյանն ասում է, ես չէի սիրում ապրել այնքան ժամանակ, մինչև ճամբարում սկսեցի ազգային ապրել ու այդպես սիրահարվեցի։ Հրաշալի է ուղակի։ Անետա Ադամյանն էլ ասում է, բարի լույս, ինչպես եք պոզիտիվ եւ սիրելի հաղորդավարներ։ Ես էլ եմ սիրում ապրել ու շատ եմ սիրում եւ ապրը հոգիդ տանում է ուր ասես։ Շնորհավորում եմ բոլոր բարողներին։ Արմեն Դավթյանն ասում է, բարի լույս բարեկամներ, բարձր տրամադրություն ձեզ։ Բարձր տրամադրություն փոխանցենք նաև ձեզ սիրելի ռադիո լսողներ, ասա։ Իսակովը ամբողջությամբ կարմիր է։ Դուք հեգնանքով եք գրել, որ Իսակովը չի փոխում։ Դե միշտ։
ես Ես էլ կզարմանայի։ զարմացա եւ արագ մտան նայեմ։ Ինձ թվում է հատուկ է այս պողոտան ընտրել, որը միշտ խցանված է ցանկացած ժամի բարդ է ընտրել։ Նենց բաներ ասեք հավատանք։ Հավատանք էլի, այո, բայց չենք մոռանում, որ մենք ուզում ենք այսօր բացահայտել այն մարդուն, ով չի սիրում ապրել ու Եվ չի կյանքում չի ապրել։ շարժել ձեռքերը, ոտքերը մարմինը։ Այստեղ Վիոլետա Պետրոսյանն ասում է բարի լույս Հայերջան, մաքուր սրտով ու հոգով ջերմ գարնանային օր բոլորիս։ Ջերմ ողջույններ ձեզ, մենք նաև հետաքրքիր ու տարօրինակ փաստեր կներկայացնենք բարի մասին։ Անպայման, իդեպ կա այսպիսի մի արտահայտություն, այն մարդը, ով կյանքի մեջ մեկ անգամ բաչատա չի ապրել։ Արել ես բաչատա։ Կիսով չափ։ Ահա։ Նա պատկերացում չունի բարերի մասին։ Տենց են ասում։ Հիմա այդպես են ասում։ Այդքան համաձայն չեմ։ Այս պարատեսակի առանձնահատկություններից մեկը պարող զույգի մարմինների հպումն է միմյանց։ Դե հա բա։ Կարող բաչատա չպարենք, ուրիշ կերպ հպվենք։ Դե չէ, բաչատայի հպումը ուրիշ հպում է։ Ահա, չգիտեի։ Այ երևում է որ բաչատա չես Դե բարել։ հպումը է, Պես Լուսինե Նորեկյանը ոնց է ապարում այնտեղ ապակուցային կողմ բաչատաներ ցույց տալիս։ Այո, եւ ունենք զանգ, ասում ենք բարի լույս։ Բարի լույս, ով է մեզ միացել։ Բարի լույս։ Բարի լույս դե, Սամվելն է դες միացել։ Շատ հաճելի է Սամվել։ Սամվել, որտեղ է գտնվում այս պահին։ Այս պայն Իսակովի վրա է, որը դեռ նոր ներկայացրեցիք։ Եվ Այսօր ճիշտ ասած ակադեմիայի մեր ոստիկանական առաջի քննական օրն է, դրա համար է խցանումը, թող ժողովուրդը մեզ ներող լինի։ Բայց միշտ էլ խցանում է Իսակովի ուրեմն վրա։ միշտ քննություն է ձեր ակադեմիայում ու խցանում է միշտ։ Դե ուղղակի մեքենաները աչքոմի վրա շատ կայնած կարելի ասեն յանցով են կախել։ Դրա վրա խցանում է մի քիչ երկար։ Ավելի շատ է այսօր սովորականից, ճիշտ հասկացա։ Ու մեքենաներն էլ են Դե ոչինչ, լավ։ Հաջող ընթացք ենք մաղթում քննությունների։ Ես բոլոր մեր ապագա ոստիկաններն են այսօր։ Միանշանակ։ Եվ իհարկե, ասում Իսկ դուք մասնագիտությամբ Ես մասնագիտությամբ ես թոշակառու եմ, ին տրված սրաներից եմ, բայց մասնագիտություն ունեմ, պրինցիպի աշխատանքի մեջ եմ լինում, բայց անձնական է իմ աշխատանքը, ջեռուցման համակարգում եմ աշխատում։ Շատ հետաքրքիր համադրություն։ Շատ խրոխտ ձայն ունեք, երիտասարդ ձայն ունեք, ես ձեզ ասեմ։ Դե ես եմ երիտասարդ երևում, ես աշխատում եմ միշտ փոքր, մեծ հետ նորից փոքր, որպեսզի զիջողական լինենք։ Հրաշալի է ուղղակի։ Բայց տարիքով մեծ եմ։ Մի ասեք, լավ։ Մի ասեք, հոգին է կարևոր, հոգու տարիքն է կարևոր, ապրել սիրում եք։ Ես ապրել շատ եմ սիրում, ես ընդհանրապես արվեստի մեջ շատ եմ sense խորացված, բայց ցավոք սրտի մենակ նոտաներն եմ սովորել փոքր ժամանակ, ընտրել եմ սպորտը։ Այո։ Բայց կարոտով մնացել եմ արվեստի եւ երաժշտության մեջ։ Դե բարել եմ գնացել։ Սամվել, ես վստահ եմ, որ դուք ձեր այսպես սերը արվեստի հանդեպ հիմա ներդնում եք նաև ջեռուցման համակարգերում։ Դա էլ է արվեստ, դա էլ է արվեստ։ Ճիշտ է, ճիշտ ասած ձեր մոտ ավելի ցածր է լսում եթերից է երևի, քան իմ մոտ հեռախոսի մեջ։ Բայց լսում եք։ Արվեստը բարը մանավանդ ես բար սիրում եմ։ Պարում եք մի խոսքով։ Սամվել։ Քեֆերի ժամանակ Այ առաջինը դուք եք պարում քեֆերի ժամանակ, թե ասում եք, այս պարը չպարեք, մյուսին նոր կպարենք։ Ես ճիշտ ասած դիտորդի բերում եմ ավելի շատ, իմ տարիքը ոչ թե տարիքային բանով։ Էլի սկսեցի։ Ուղղակի աշխատում եմ, կարող եմ միած սխալ շարժում անեմ ու ես դրանից վատ զգամ, չէ, ես սիրում եմ պարողներին դիտել ու թերությունները նկատել։ Այս ինչեր եք ասում։ Եմ բարձրաձայնում, ուղղակի այմեմ ոնց է պարում։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք, լավ օր ձեզ, Սամվել, լավ օր ձեզ։ Ձեզ նույնպես ձեր եթերին անխափան ամենակարևորը։ Շնորհակալ ենք։ Իդեպ հետաքրքիր լավ էներգետիկա փոխանցեց մեր ռադիո լսողը, դրա համար ենք շնորհակալ։ Տեսնում ես, փաստորեն այսօր նախատեսվածից շատ է Իսակովի պողոտան ակտիվ։ Դե խցանում, մի քիչ շատ, մի քիչ ինչ։ Կարևորը խցանը։ Ամուր նյարդեր, բոլորին ովքեր այսպես խցամաններ չեն, այո։ Travel like gypsies
Սուրճ ու սեր առավոտից։ Կուկու։ Մենք կրկին վերադարձանք հարգելի ռադիոլսողներ եւ ասեմ, որ մեր ռադիոլսողները հատկապես ակտիվացել են on-line հարթակում Ռոզանե ջերմ ողջույններ ուղարկում Երևանի շտապ ուժ օգնության աշխատակիցներին, նրանց մաղթելով խաղաղ, հանգիստ եւ լավ հերթապահություն։ Մենք էլ ենք միանում ձեր ողջույնին, իսկապես թող մարդիկ չվատանան, ձեր գործը չբարթանա եւ տարատեսակ խնդիրներ չլինեն, սա էլ է շատ կարեւոր։ Նունե Կարապետյանն ասում է՝ բարի լույս սիրելիներս, լավն ու բարին ձեզ եւ ամբողջ հայ ազգին։ Սիրեցի ձեզ եւ ձեր հաղորդաշարը սիրում եմ ապրել, առանց բարի ոչ մի ուրախություն չի լինում։ Դե բնականաբար երբ ասում ենք ուրախություն, բայց չգտանք այն մարդուն, ով չի սիրում ապրել։ Դե գիտես ոնց, գուցե չեն իրենք անձամբ չեն սիրում ապրել, բայց այդուհանդերձ սիրում են նայել, թե ինչպես են մարդիկ ապրում։ Հիմա կհասկանանք, ողջունենք ռադիոլսողին, ասենք բարի լույս։ Ով է մեզ միացել։ Ալո։ Բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, ով է մեզ միացել։ Տիգրան Մակապանին։ Հաճելի է Շատ շատ։ ուրախ ենք Տիգրան։ Ուրեմն Տիգրանի հետ էի այդ հարց ուզում Այո։ բանանել։ Տիգրանը ասում էր հայկական այդ բաներում, տրադիցիաներում կա սովորություն, որ երաժշտությունները բանը միացնում են, բոլորը ուշացումով են հելնում բարում, այդ 80-ական թվականներին դիսկոտեկաներում այդ բանը միշտ կար, գնում էինք դիսկոտեկա, հետո ոչ մեկը չէր հելնում բարելու, արդեն կեսից հետո սաղ բարում են, մեկ էլ վերջում արդեն դիսկոտեկաների վերջում դիսկոտեկայի տերերին խնդրում էին գումարը ավելացնում, որ երկարացնեն, որ ավելի շատ երկար տևի։ Սկիզբում միշտ դժվարությամբ, հետո գիշերվա 11-ին պետք է դիսկոտեկաները փակվեին, գումարը էին ավելացնում գոնե մինչև 12-ը, աշխատեն, որ կարողանան բոլորը բարեն հավեսել։ Այ որ սկզբից բարեին։ Հա, էլի։ Փող չէին ծախսում։ Այստեղից հետևություն, բարեք հենց ամենասկզբից, մի ամոչեք։ Բարել սիրում եք։ Հա, ընդհանրապես 80-ականներին դիսկոտեկաներից տուն չէին գալիս։ Վաու, դուք են աստղերից եք եղել, հա, դիսկոների։ Հա, 82-3 թվերին։ Շատ հաճելի է։ Շատ լավ, ձեզ լավ օր, շնորհակալ ենք, որ միացել եք մեզ։ Դե լավ ստեր։ Շնորհակալ ենք։ Տեսնենք սիրում է բարել արդյոք մեր գործընկեր Կարեն Ղազարյանը, բարի լույս Կարեն։ Բարև ձեզ։ Սիրում ես բարել։
Կարծում եմ մարդ չկա, որ չսիրի։ Կլինի, մենք փնտրում ենք այդ մարդուն։ Չսիրի, ժամանակը գիտի։ Իհարկե առանց բարելու ոչ մի ուրախ։ Կարեն սկզբից է սպարում հենց ամենա թե ասում ես։ Ավելին ասեմ, ժամանակին հնում, ինչքան գիտեմ, նաև ծեսական բաներ, բարեր կային, տխուր առիթներին, իսի բարեր։ Առհասարակ աշխատանքային բարեր, ծիսական բարեր, ռազմական բարեր, բարը ի վերջո շատ կարևոր նշանակություն ունի։ Կարեն սկզբից է սպարում առիթներին, թե սպասում ես մի քանիսը պարում են, մի քանի պար անցնում են, նոր դու էլ ես համոզում են, այն որ համոզում են, ասում են դե ասեմ, պատահել է, որ հենց սկզբից էր պարել։ Կախված թե ում առիթն է, չէ՞։ Մի շարք գործոններով պայմանավորված։ Օրինակ Տիգրանը բավականին դժվար է բարձրան դուրս։ Ինձ պետք է հատուկ միջավայր։ Ես գիտեմ, բայց որ պարում է նստել չկա։ Որ սկսեցի վերջել արդեն բոլորը կնստեն։ Իսկ ես այն մարդկանցից եմ, որ անդադար պարում եմ եւ խնդիր չունեմ։ Կարենին մաղթենք բարի եթեր եւ գնանք անդադար ինչ-որ բան ծամելու։ Դու այո, ես ոչ։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարի լույս, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լրատվական ծրագիրը, ստուդիայում Կարեն Ղազարյանն է։ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, Երևանի Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար Այլանդզինգ հաղորդում է նախագահի պաշտոնական կայքեջը։ Հայաստանի նախագահի նստավայրում այսօր դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներ Վահագն Խաչատուրյանը եւ Միխայիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը։ Հայաստանի եւ Վրաստանի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։ Կավելաշվիլին երկու շաբաթ առաջ այցելել էր Ադրբեջան։ Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի համատեղ ասուլիսում։ Մենք ուզում ենք, ինչպես եւ տրամաբանական է, ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ։ Ավելին մենք ուզում ենք կարգավորել մեր հարաբերությունները մեր տարածաշրջանի երկրների հետ, մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, մենք ուզում ենք ավելի լավացնել հարաբերությունները մեր մյուս հարևանների հետ, Վրաստանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ իհարկե մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, նշել է Փաշինյանը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին, Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ դրանք հիմնվում են եւ պիտի հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա։ Նա նշել է, որ Հայաստանը որդեգրել է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է չկառուցել մեկ ուղղությամբ արտաքին քաղաքականություն։ Որպես դրա արտահայտություններից մեկը նա նշել է Հայաստանում վերջերս ընդունված Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը տալու վերաբերյալ օրենքը։ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է թե Էստոնիայի, թե Եվրամիության համար։ Նա ողջունել է Հայաստանի Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ուղին, ընդգծելով, որ բարեփոխումները կարող են շոշափելի բարելավումներ բերել ժողովրդի կյանքում։ Միխալը նշել է, որ Էստոնիան աջակցում է Հայաստանին թվայնացման, կրթության եւ փոքր ու միջին ձեռներեցների զարգացման ոլորտներում, ինչպես նաեւ նպաստում է տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Նա ընդգծել է նաեւ Եվրամիության աջակցության մեխանիզմների ընդլայնման կարեւորությունը եւ ողջունել խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Սուրբ Աթոռին ուղղված ցավակցական ուղերձում կոչ է արել քայլեր ձեռնարկել անարդարաբար կալանավորված 23 հայերի ազատ արձակման համար։
Նրանք ընդգծել են, որ գերիների պահումը հակասում է խաղաղության եւ հաշտության սկզբունքներին, որոնց նվիրված էր Ֆրանցիսկոս Պապը։ Ուղերձում շեշտվում է, որ գերության մեջ գտնվող քրիստոնյաները պետք է պաշտպանված լինեն հալածանքներից եւ գործելու ժամանակը հիմա է։ Միջազգային լրատվամիջոցների գլխագրերը այսօր նվիրված են Իսպանիային, եվրոպական մի շարք երկրներում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում զանգվածային հոսանքազրկումներ են եղել։ Էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով մի շարք քաղաքներում դադարել է երկաթուղային կայարանների աշխատանքը, ավտոճանապարհներին քաոս է սկսել լուսացույցերի բացակայության պատճառով։ Մադրիդում Madrid Open թենիսի մրցաշարի խաղերը ստիպված հետաձգվել են։ Իսպանական El País թերթի փոխանցմամբ երկրի կիբերանվտանգության պետական մարմինը հետաքննում է միջադեպը եւ չի բացառել կիբերհարձակման վարկածը։ Իսպանիայի ներքին գործերի նախարարությունն էլ էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո արտակարգ դրություն է հայտարարել, դրա մասին հայտնել է Reuters գործակալությունը։ Ըստ գործակալության ռեժիմը կգործի այն շրջաներում, որոնք կդիմեն համապատասխան խնդրանքով։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան եւ Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարության օգնության համար։ BBC-ն էլ հաղորդում է, որ Իսպանիայի տարածքի գրեթե 80%-ի էլեկտրամատակարարումը վերականգնվել է, կոլապսի հստակ պատճառները դեռևս չեն հաղորդվում։ Այս ժամի համար այսքանը, ստուդիայում աշխատեց Կարեն Ղազարյանը, թարմացված տեղեկատվությամբ ռադիոլուր եթեր կվերադառնա առաջիկա ժամագլխին 11:00-ին։
Սուրճ ու սեր առավոտից։ 10-ից ու ուղիղ 10 րոպե մենք շարունակում ենք աշխատել հանրայինի ուղիղ եթերում եւ շարունակում ենք միասին նշել Պարարվեստի միջազգային օրը։ Եվս մեկ անգամ ձեզ ողջունում ենք եւ շնորհակալություն հայտնում ջերմ խոսքերի ու մեկնաբանությունների համար, դրանք կընթերցենք ավելի ուշ, իսկ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի այսպես ասած դիմավորենք ու ողջունենք մի մարդու, չեմ ուզում ասել հյուր, որովհետեւ մարդ, որը օրինակ իմ կյանքում մեծ դեր է ունեցել իմ կայացման գործում, հատկապես Պարարվեստի առումով։ Շատ երիտասարդների նաև կայացման գործում եւս։ Իմ լավագույն շատ սիրելի ուսուցիչներից մեկին եմ ուզում ջերմ ողջունել, ու երբ որ ասաց ինչպես ներկայացնենք, ասեց անունս Հրաչյա, ազգանունս Բադալյան, մնացածը կարևոր չէ, ողջույն Հրաչյա Բադալյանն է այսօր մեր հյուրը։ Լույս, վստահ եմ Պարարվեստի աշխարհի մարդիկ լավ գիտեն քեզ եւ քո անազգանը շատ բան է ասում։ Երբ Հրաչյա Բադալյանը բեմ էր բարձրանում, բոլորին իր շքեղ փայլով էսպես խամրեցնում էր, որովհետեւ առանձնանում է իր միշտ։ Երիկա Լուսինե ջան, հուզվեց։ Ինչ կա հետ եմ ասում, բայց երկար ժամանակ նման քաղցր խոսքեր չէի լսել։ Կարող է սաճան դրանք իրականություն են, Հրաչ ջան։ Հա, ես էլ եմ, եթե թույլ կտաք, ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել, որ այսօր ձեր հյուրն եմ, հիշել եք, չեք մոռացել։ Անհնար է մոռանալ։ Եվ ուզում եմ միանամ բոլոր բազմահազար մեր պարասեր հասարակությանը, ովքեր որ այսօր նշում են Պարի միջազգային օրը, անկեղծ ասած, պարողները դա մի առանձին ազգ է, անկախ ազգությունից։ Եվ մենք պատիվ ենք ունեցել, որ մեր մեծերի, ուզում եմ բոլորի տոնը շնորհավորել, անկախ ինքնագործ պրոֆեսիոնալ, այսօր բոլորը թացի ճորը խառնվել ա միասին գնում։ Նախկին պարող չկա, չէ՞։ Նախկին ներկա չկա, պարող, մեր ազգը պարող ազգ է եւ ինձ թվում է լավ կլինի։ Սովորաբար ինչպես էիր նշում, հա, այս օրերը կամ։ Դե ասեմ, անկեղծ ասած ժամանակին, այն որ երիտասարդ ենք, առիթներ էր լինում, հա, հիմա էլ նախկին երիտասարդ եմ, տարբեր հանրապետություններից, տարբեր ազգի պետական կոլեկտիվներից առիթներ էր լինում համատեղ համերգների, որի ժամանակ, ասեմ, շատ հետաքրքիր էր, մենք սովորելու բան ունենք, մեզանից էին սովորում, այդ ընկերությունը փոխադարձ այցեր էր լինում, իրենք են գալիս, մենք ենք գնում իրենց հյուր, շատ հետաքրքիր էր։ Ցավոք սրտի տարիներ էս ամբողջ տարիների ընթացքում մեծացանք, բնականաբար թոշակի գնացինք, բոլորը ծրվեցին աշխարհով մեկ ու շատ հաճելի է այսօր, որ այս առիթը հանդիսացավ, ես պատիվ ունեմ շնորհավորելու բոլորի այս գեղեցիկ պրոֆեսիոնալ տոնի արդիվ եւ իհարկե առաջնահերթ կուզենամ հիշենք մեր մեծերին, մեր շատ երջանկահիշատակ մեր Պարարվեստի վարպետներին։ Այո, մեր մեծերին, ժողովրդական, իրոք իսկապես ժողովրդական արտիստներին, իմ առաջին ուսուցիչ Սուրեն Գյանջիմյանին կուզեմ հիշել, որովհետև հայ ես 60 տարի առաջ այդ խումբը հիմնվելուց հետո 72 թվականից մանկական խումբը հաճախել եմ Կանազի մշակույթի պալատ, այդ բարի խումբը ու այդտեղից սկսվեց, հա, Լևոն Քուրդյանն ա եղել առաջինը իմ դասատուն, հետո Սուրեն Կարապետյանը, իհարկե ամբողջը Սուրեն Գյանջիմյանի ղեկավարությամբ։ Իսկ քո ցանկությամբ գնացիր թե ծնողները տան։ Շատ պատահական եղավ։ Ես ինքս ջութակի էի գնում Սայաթ-Նովայի դպրոցում, Հյուստուն Արմենի հետ ձեր բռնած գնում ենք Սայաթ-Նովայի երաժշտական դպրոց։ Բայց անկեղծ ասեմ, դասատուից շատ մեծ բան ա կախված։ Հա, մի հատ դասատուն էի Բարիս Լատեր, սենց հաստ ակնոցներով, բաներ էլի շատ խիստ էր, ջղայներ, հա, բան, սենց մի խոսքով չսիրեցի։ Ոչ թե ջութակ, այլ այդ վերաբերմունքը, ու դա առիթ հանդիսացավ, որ հետագայում արդեն իմ աշակերտներին ուսուցանելուց աշխատում էի այդպես վարվեի, ինչպես կուզեին իմ դասատուները ինձ հետ վարվեն։ Վայ, հա, ուրիշ էր։ Դրա համար թող հենակ չեմ չափազանցնում, օր ա եղել, նայել եմ երեխեքի աչքերին, տեսնում եմ հոգնած, սոված օրվա վերջի ժամերն էր մեր դասերը։ Այո։ Շատ անգամ ասել եմ երեխեք ջան, նստեք, այսօր չենք պարում, այսօր զրուցենք, ով դպրոցում ինչ առաջադիմություն, ով ինչ խնդրեմ ունի։ Այսինքն ես Սուրեն Գյանջիմյանն ասացի կներեք էլի, մի հատ հետ կամ հիշեմ մեր էլի նորից մեր մեծերին Սուրեն Գյանջիմյանին ասացի Ելով է քո կյանքում այն մեծ դեր ունեցել։ Վանուշ Խանամիրյանը բնականաբար, Ազատ Ղարիբյանը, Ազատ Թորգոմիչը պատիվ ունեցել եմ աշխատելու համատեղ բեմադրությունները, ինքն ժամանակ Երգի Պարի պետական անսամբլի գլխավոր բալետմեյստերներ, բայց 83-ին որ ընդունվեցի արդեն որպես պրոֆեսիոնալ Պարի անսամբլ, պետական իհարկե մեր
Վանուշ Գերասիմիչի գլխավորությամբ, որից հետո 87-ին բանակ գնացի եկա ու մեր վրա հիմնվեց Բարեկամություն Պարարվեստի պետական անսամբլը, որի անփոխարինելի հիմնադիրը մեր սիրելի Նորայր Գուրգենիչ Հերաբյանն է։ Եթե մեզ լսում եք, ողջույններս, շնորհավորում եմ։ Երկար առողջ երջանիկ կյանք եմ մաղթում։ Այստեղ Բարեկամություն Պարարվեստի պետական անսամբլը նոր գույն, նոր շունչ բերեց Պարարվեստի հայկական իրականության մեջ, որովհետև մի տեսակ ոճային առումով առանձնացավ բոլոր մյուս պարային խմբերից, իսկ այդ գույնը շունչը նաև մեծամասամբ կախված էր ձեզնից։ Այստեղ զուտ պարողներ չէիք, այլ արտիստներ։ Մենապարողներից, հա, անկեղծ անամ մի քիչ։ Ուրեմն 87-ին, որ մեզ Պարի պետական անսամբլից ախր այնքան դաժան է եղել այս ամեն ինչը։ Վերցրեցին ու տեղափոխեցին։ Չվերցրեցին։ Կրճատումներ էր գնում, Լավրենտի Բարսեղյանը կարեն ժամանակ հայ համերգի գլխավոր տնօրեն վերեցին, ինքը առաջին օրը հենց մտավ միանգամից ադմինիստրացիայից կրճատումներ։ Հա դե մտնում էր նայում էր, ասենք պլան բաժնում 10 հոգի նստած են, 2 հոգի աշխատում է, 8 հոգի կոֆե են խմում, ասեց ազատել աշխատանքից, կադրեր ու անցավ ստեղծագործական կոլեկտիվներին։ Դե այն ժամանակ շատ էին էլի, այն ժամանակ բաներ, չէ, պատիվ էր, պրեստիժ էր, բարի պետականի պարող լինելը, երկի պրոֆեսիոնալ։ Հա շատ մարդիկ կային, որ պատերի տակ նստած էին, կյանքում չէին ապարում, ուղղակի իրանց համար բաներ, պատիվ էր։ Եվ համերգին մարդը նայեց, տեսավ, որ բեմում 24 տղա են ապարում, բայց շտատով նայում 120 հոգի պարող են գրանցված։ Կրճատել, ում կրճատեն, ով որ կաշառք չէր տվել, ով որ ծանոթով չէր ընդունվել։ Հա դե հիմա ասում են, որ իմանաք, միշտ էլ եղել է այդ կոռուպցիան, հիմա էլ կան, ու լինելու է դա, հենց չի։ Դա ամբողջ աշխարհում։ Բայց քանի որ մենք մեր ուժերով, մեր շնորհքով կոնկուրսով անցել ենք, բնականաբար առաջինը մեզ պետքա կրճատեին։ Ու այդտենց դուրս ենք եկել, նստել ենք Աստիճաներին ֆիլհարմոնիայի, Նորար Մերաբյանը մոտեցավ, ասեց երեխեք ջան, ինչ եք նստել ստեղ։ Անցեք ներս, մենք նոր խումբ ենք հավաքում։ Ու այսինքն հայտնվել եք ճիշտ տեղում, չգիտեմ, ճիշտ էր սխալել, Աստծո, հա, շնորհակալ եմ Աստծո կամոք, մեզ վրա ստեղծվեց 8 տղա 8 աղջիկ, հետո կոնկուրս եղավ, համալրվեց, ստեղծվեց Բարեկամություն Պարարվեստի պետական անսամբլը։ Ու այդ ժամանակ, քանի որ կար երկի Պարի պետական անսամբլը, Պարի պետական անսամբլը, երրորդ ազգային Պարի անսամբլ բացելը սխալ էր։ Դրա համար մեր սիրելի պարոն Մերաբյանի հետ, հա, ինքը որոշեց, որ ավելի դասական եւ աշխարհի ժողովուրդների Պարի, այսինքն որ հնարավորություն լինի պարողների հնարավորությունները ցույց տալու։ Ու ի վերջո հետո խումբը օրինակ եղավ։ Մենք քանի որ народник էինք, ավելի ժողովրդական Պարից էինք եկել, այսպես ասած, դե խմբի կեսը դասական, իր աշակերտներն են Օդեսա, Լենինգրադ, Մոսկվա ավարտած, մեր խորեգրաֆիկի են ամենալավ դասարանը մեր տղերքը։ Առաջին մի քանի ժամանակաշրջանում մտնում էինք, դե հանդերձաններում մենք народникներով առանցին էինք, իրանք կլասիկներով առանցին։ Դե նոր խումբեր բոլորս մի սերունդ էինք, ասում ենք այսօր մեզ ասելու դիմում գնացեք թե վաղը, որտեվ մենակ կլասիկա ենք անում։ Դե մենք էլ հա գիտենք, բայց այդ տվյալները չունենք, ասենք տղեկ ունենք, գալիս են քնից անում էր, ոդկը sense պահում էր, այսինքն բայց հետո եկավ բեմադրական արդեն շրջանը, արդեն պետքա պարես։ Հիմա առաջինը Կուկուրին եկավ, բանից Վրաստանի իրանց ընդեղից պետական անսամբլի բալետմեյստերը Դայիսի բեմադրեց ու ինչ Փարիկոբա։ Առաջինը քաղցր զանգով խոսքդ կտրենք, հիշիր տեղը չմոռանաս, որտեղ կանգ առա, տեսնենք ով է մեզ միացել, Բարի Լուիս։ Դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Ալո։ Ալո։ Այո։ Կներեք, որ ձեզ սպասեցրեցինք, հիմա դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Ռադիոյի ձայնն էլ որ մի քիչ իջացնեք, էլ արձագանք չի լինի, կլսենք ձեզ շատ ուշադրությամբ։ Լուսինե Երտիգրան։ Այո։ Ողջունում եմ ձեզ, ողջունում եմ ձեր հյուրին։ Ահա։ Ես ճիշտ ասած, բարել չգիտեմ, բայց պարողներին սիրում եմ։ Ինչ հաճելի։ Պարողներին։ Իմ ամենալավ պարողը, իմ սիրածանալավ պարողը Վանուշ Խանամիրյանն է։ Որին ընտանիքին ես ողջունում եմ, եթե լսում եմ։ Լավ։ Եվ Ջանջումյանը։ Մնացած տարերը ես տարիքով եմ։ Այն երիտասարդական տարերը այնքանից դուրեկան չեն, ինչքան ժողովրդական տարերը։ Դե հա, բնական է։ Մեր ժողովրդական տարերը։ Եվ մեր հյուրին ողջունում եմ, որ ինքը մանրակերկից բացատրեց այդ բոլորը։ Եվ խնդրում եմ այդ ժողովրդական տարերը հաճախակի լինեն։ Լավ։ Շատ լավ։ Ռադիոն։ Ես սահմանամերձ
զանգում։ Վանուշ Խանամերյանի ընտանիք թող իմանա, որ ստեղը չեմ մոռացել։ Լավ, շնորհակալություն։ Ձերքայություններում եղել ասել։ Խնձորեսկում պատմական։ Գիտենք, որ դուք Խնձորեսկից եք, շնորհակալություն։ Իհարկե, ձեր ձայնից ոնց կարող ենք չճանաչել։ Ես ասել եմ, չէ, 64 տարի հանրային ռադիո։ Այո, ասել եք։ Միշտ իմ մոտ դրած է, ես գիտեմ, որ իրիկունը դու պետք է չնես հաղորդում վարես։ Լավ, շնորհակալություն։ Բոլորը գիտեն։ Տիգրանին էլ գիտեմ, քեզ էլ, բոլորին գիտեմ։ Շնորհակալ ենք շատ, շնորհակալ ենք։ Ապրենք ձեր հաղորդումը։ Շնորհակալ ենք ձեզ, լավ օր, շնորհակալ ենք։ Շատ հաճելի է, շնորհակալ ենք։ Մանրակրկիտ շարունակեք պատմել։ Ես ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնել ջերմ մաղթանքների խոսքերի համար, բնականաբար մեր հայ պարարվեստում անջնջելի հետք է թողել մեր սիրելի Վանուշ Խանամյանը։ Լեգենդներից մեկը։ Այո, մեր բարի պետականը, եթե վերադառնանք մի քիչ հետ գնանք 58 թվերը բան, արդեն ստեղծվեց Էդվարդ Մանուկյանը եւ Վարդգես Ռաշիդյանը այն ժամանակ, որ ստեղծեցին բարի պետական անսամբլը բնականաբար։ Դե շատ պատմություններ էլ կա, տենց ես լսելով գիտեմ իհարկե այն ժամանակ դեռ ծնված չէի, բայց հետագայում որ լսեցի, մի հատ փոքր դրվագ եմ ուզում պատմեմ, որ Բերտ բանը սրերով բարը բեմադրելու ժամանակ մեծերից եմ լսել էլ իհարկե, հասնում են այն միտեղ, որ կսիմ կոպաներն արդեն Էդվարդ Վագանիչը ասում է լավ Վարդգես շատ մի չարչարվի, արամ ընկերս, ասեմ կկրճատի այդքան տեղ։ Հա տենց դեպքեր էլ ա եղել, հա։ Իհարկե դից մի քիչ տրամադրությունը փոխելու համար շնորհակալ եմ մաղթանքների համար ու քանի որ մենք հիշեցինք մեր մեծերին կուզեմ նաև չմոռանանք մեր սիրելի Վիլեն Գալստյանին ժողովրդական արտիստ, որը մեր բալետի դասական բարի լեգենդներից ու համաշխարհային նորից սպառող չմոռանանք նաև մեր ժողովրդական արտիստներից, որոնք որ այսօր մեզ հետ չեն Սուրեն Չանչուրյանին, մեր բարի պետականի լեգենդար առաջա ոնց որ Պարբաշին եւ ընդհանրապես որպես քաղաքի, որպես Հայաստանի Հանրապետության պարարվեստի դեմքերից։ Մի խոսքով ում ամնել որ հիմա չեմ տալիս, թող ոչ մեկ չնեղանա, Հովհաննես Դիվանյանի ժողովրդական արտիստ, այո, որը որ այսօր էլ խորեգրաֆիկ մեր քոլեջում մեծ աշխատանք է կատարում մեր մատաղ սերունդերին կրթելու եւ դաստիարակելու հարցում։ Մի խոսքով բոլորին ողջունում եմ, բոլորին շնորհավորում եմ, ջեր մաղթանքների համար շնորհակալություն մեր բոլոր սահմանամերձ հայրենակիցներին, ռադիոլսողներին, մենք ձեզ բոլորից շատ հիշում ենք, սիրում ենք եւ ամենա ջերմ մեր ողջույններն։ Իմիջիալից ակտիվացել են մեր ռադիոլսողները եւ կրկին զանգահարել են։ Բարի լույս։ Ռադիո ակտիվ ունկնդիր։ Տիկին Անահիտ։ Այստեղ եմ, արդեն վերադարձա։ Պարոն Բադալյան, ընդունեք իմ ջերմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները։ Իրականում շատ հետաքրքիր է, առանց պար մեր ազգը երբեք չի կարողացել։ Մի քանի օր հետո մենք նշելու ենք ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակը եւ հիշենք, թե մենք ինչ պարով ենք մտել Բերլին քոչարիով եւ միշտ պետք է զարգանա։ Իրոք նաեւ ես ողջունեմ Սոֆի Դևոյանին, այո, Աթուլ Ալթունյանին, որը ոչ միայն երկի, այլ երկի ու բարի միասին հիշենք Վարդապետ Կոմիտասին, թե ինչպիսի բարային գործեր է մշակել, հետագայում նաև մեր բարի խմբերը դրանք դարձրել են որպես իրենց ծրագրերի անբաժանելի մասնիկ։ Ես ուղղակի հարց չունեի, ուզում եմ բոլորիդ մաղթել, անգամ հայ ազգը եթե տխուր է լինում, այն նազանքով, հեզիկ, պարով իր տրամադրությունը անպայման ցույց է տալիս։ Շնորհավորում եմ պարոն Բադալյան, եւ շնորհակալի, որ անպայման որ դուք պարարվեստի ներկայացուցիչները երբեք չմտածեք, որ ասենք ինչ վիճակ է երկրում, ինչ բանը միշտ զարգացնեք, միշտ աշխուժ պահեք մեր մշակույթը, ընդունեք իմ խորին հարգանքը, շնորհավորանքը եւ ամենալավ ջերմ բարեմաղթանքները հարգելիս լավ եք։ Շատ ապրեք, կեցեք Տիկին Անահիտ, շնորհակալ ենք։ Հրաչ, մենք հիմա ունենք անակնկալ քեզ համար։ Վայ, ինչ ես գտել, պեղել, ասա։ Հիմա կհնչի մի ստեղծագործություն։ Ես իհարկե կասկածում որ դու այս երգը լսելիս, ստեղծագործությունը լսելիս կկարողանաս այսպես հանգիստ տեղատ նստել։ Ինչու, որովհետև հենց այս հնչյունների ներքո դու տարիներ շարունակ տարբեր բեմարտակներում քո գործընկերների հետ ելույթ ես ունեցել։ Ահա, ես չգիտեմ որ ստեղծագործությունն է, հիմա կլսենք։ Խնդրեմ։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:29 դուք շարունակում եք լսել Հանրային ռադիոյի առաջին ալիքը Սուրճ ու սեր առավոտից մենք շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում։ Այո, եւ շարունակում ենք զրուցել բարի կախարդական աշխարհի մասին, հետաքրքիր այսպես ճամփորդություն ենք կատարում Հրաչ Հապադալյանի շնորհիվ, որովհետեւ գնացինք մի քիչ անցյալ եւ շնորհակալ ենք ձեզ սիրելի ռադիոլսողներ, որ այսքան ակտիվ եք, թե գրում եք, թե զանգահարում եք։ Այո, հատկապես եթե թույլ կտաք, ես Տիկին Անահիտին երկու բառով կուզեի նայի ուղակի նախ ողջունել շնորհակալություն հայտնել ջերմ խոսքերի համար եւ կուզենայի հիշեցնել, որ քանի որ 80-ամյակն է ֆաշիզմի դեմ այսօր մոդա է, չէ, բոլորը գրում են իրանց վրա այդ հաղթանակը ամբողջ աշխարհում, բայց իրոք կան փաստեր, որ մեր պապերը Ռայխստագի Բերլինում Քոչարի այո, ավերակների դիմաց սպառել են Քոչարի եւ կուզենայի շեշտեի, որ առանց վիզա են գնացել այն ժամանակ զենքնել վրաները։ Այնպես որ, հա, թող բոլորը իմանան, որ մեր պապերը միշտ հզոր են, մեր պարը միշտ հզոր է եւ մենք պարելու ենք պետք է հիմա։ Այո, Հիմա պետք է։ Հիմա Շենգեն վիզայի համար ամիսներով հերթագրվում ենք։ Դե ինչ որ է։ Լսենք մեր ռադիո լսողին, որովհետեւ կրկին զանգ կա, ասում ենք բարի լույս։ Բարև ձեզ։ Լսում ենք ձեզ։ Մենք ոչ միայն Բերլինում տարող պապեր ենք ունեցել, Ահա։ այլ Կասկադում տարող երիտասարդներ։ Միքը, այո։ Մենք կանդրադառնանք անպայման։ Եվ այդ տարը 2 օր առաջ։ Այո, 2 օր առաջ։ Տարը դարձնում է միասնական ազգին։ Մենք ունենք նաև Փայլակ Սարգսյան Պարուսույց։ Փառահեղ հուսահոգի, մեր Փայլակ Ցոլակրիչը, այո։ Զուսպ համեստ մարդ, որը ցավոք չկա այսօր։ Այո։ Բարը ինձ թվում է հոգեվիճակ է։ Արտադիր չէ, որ պարսը, որ ես երաժշտությունը քեզ տանում է։ Շարժումներ դել է կոնկրետացնում, հղկում։ Այո։ Լավ մարզավիճակում ես լինում, հոգեբանական շատ հարցեր ես լուծում։ Առաջնային հոգեբանական, հետո նոր ֆիզիկական։ Շնորհակալություն։ Ունենք գրառումներ։ Այո, շատ են, բայց հիմա այս պահին կոնկրետ մեկը կարդամ, հետո մնացյալը։ Օլյա Սահակյանն ասում է բարի լույս բոլորին, ողջույն ձեր հյուրին։ Իշենք Պարի պետականի զույգերից Մինասին եւ Զենֆիրային, Պարի պետականը մեր պարծանքներ աշխարհում։ Շնորհակալություն Պարի աշխարհի բոլոր նվիրյալներին։ Միանշանակ։ Ես որ ընդունվեցի Պարի պետական, այն ժամանակ Մինաս Դավիդիչն էր տրոներն, Ահա։ Այնպես որ Զենֆիր Արտաշեսյանն շատ հարազատ, մեր ինստիտուտում էլ թատերական բազում սերունդերի հայկական բարին այն գաղտնիքներին սովորեցրել, հղկել։ Ես սրտանց բոլորին եմ ողջունում, թող ներեն բոլոր այն մարդիկ ում անունները, որ հիմա ասել ֆորշի, թող ներեն իմ ընկերները կամ մեծերը ում անունը, որ հիմա չեք տալիս։ Բոլորի տոնը շնորհավոր լինի։ Եվ քիչ առաջ շատ տեղին ասվեց, որ ոչ միայն մեր պապերը, դա դարերով գալիս է սերնդեսերունդ։ Ու այսօր ես շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդները նման միջոցառումներ են կազմակերպում։ Ասեմ, որ Արտուրը Հարությունյան, որ այսօր նաև համ բարեկամություն Պարավեստի պետականի անսամբլի, համ ինստիտուտում կուրսի ղեկավար է թատերական, համ Պարոնյան թատրոնի, հա։ Եվ հաջողություններ եմ աղթում բոլորին, նման նախաձեռնությունները շատ կարևոր են։ Ավելի կարևոր են անկեղծ ասած, այո, համախմբող, քան թե շատ այլ բաներ։ Ուրիշ բաներ։ Եվ այլն։ Հրաչ, դու աշխարհով մեկ ման ես եկել, տարբեր բեմարտակներում, տարբեր երկրներ ես տեսել, բնականաբար կոլեկտիվով եք ճամփորդել, հա, հսկա, այսպես մեծ, այո, հիշում եմ բարեկամություն Պարավեստի անսամբլի հետ միասին, եւ շատ կուրիոզների ականատես ես եղել։ Ես մը պետք է խնդրեմ քեզ հիշես ինչ որ մի հետ։ Քանի որ ինքդ էլ հումորով մարդ ես, ես հիշում եմ, երբ նկատում էիր փորձերի ժամանակ մենք ճլորել, հոգնել ենք, էլի վիճակի չենք, սկսում էիր հումորներ անել ու այդպես մեզ ակտիվացնում էիր։ Ավեշտալի պատմությունը որ պատմեմ, աշխարհի երևի Պարավեստում այդպես բան չէր եղել։ Ինչ եք արել։ Որ գնացինք բարեկամություն Պարավեստի անսամբլով Բրավո Հայաստանով Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ անսամբլը 6 ամիս փառահեղ ելույթներից փայլուն, ասենք շնորհակալություն ունենք նահանգապետերի, քաղաքապետերից։ Հետո պայմանագիրի ավարտից հետո մենք մի քանի օքով վերադարձանք եւ ամենազավեշտալին այն էր, որ քանի հոգով եք գեղարվեստական ղեկավարն էլ մնաց, իհարկե, հետո վերադարձավ։ Քանի հոգով եք գնացել։ Իսկ դա ամենակուրիոզ պատմությունն է Պարավեստի մեր հայ իրականության մեջ, որից հետո բարեկամություն անսամբլը բնականաբար
համալրվեց քրտնաջան գիշեր ցերեկ աշխատանքի շնորհիվ նվիրյալների շնորհիվ ես անպայման կուզենամ հիշեմ Գայանե Մանուկյանին այդ ժամանակ, կուզենամ Իրենա Ջանիբեկյանին հիշեմ, Աննա Ռաշիդովնային հիշեմ Կարապետյան, որոնք որ Կարինե Ղազարյանը իհարկե մեր անկրկնելի մեր ղեկավար եւ մեր ավակ պարարվեստի փայլուն վաստակավոր արտիստուհի, բոլորն էլ ճանաչում են մեր սիրելի Կարինեն, իդեպ ողջունում եմ, առողջություն եմ մաղթում Կարինե ջան, մեր տղաներին, ովքեր այդ ծանր պայմաններում մեր կողքին են ու 95 թվականին մենք նորից եմ որ ասма մոխիրների մեջից վերականգնեցինք։ Կարծես թե 6 հոգով հետ եկաք, չէ՞, ճիշտ եմ հիշում։ Կապ չունի, հա, 6 հոգի պարողով եկանք, որի տնօրենը Արմենը դե պարող չէր բնականաբար, Հովանեսյան մեր ողջույններս Դե կարևորը որ հետ եք եկել։ Դե հետ եկանք բնականաբար 20 կիլոգրամ ուղեբերով նորից կազմեցինք եւ ապացուցեցինք, որ քրտնաջան աշխատանքի շնորհիվ ամեն ինչի կարելի, ամեն բարդություն դժվարություն կարելի է հաղթահարել։ Դրա համար հիմա էլ խնդրեմ բոլորին թող միշտ էլ քիչ եմ վճարել, Էպես չի որ այն ժամանակ լավ էր, չէ՞։ Սենց հա էլի մի քիչ անցում ենք անում դեպի մի քիչ էլ բողոքեմ էլի լավ իմաստով, չէ, որտեվ միշտ պարարվեստ, միշտ արվեստ, մենակ ոչ թե ես հիմա պարարվեստի օրնա էդ եմ ուզում ասեմ, ու ես շատ չեմ ուզում տխուր բաներ ասել։ Ուղղակի միշտ քիչ եմ վճարել, մերոնք էլ ստիպված տարբեր աշխատանքներ, տարբեր տեղեր, որը որ հիմա էլ է։ Ես շատ կուզենայի, որ իրոք պարողը առավոտյան մի օր մի առիթով եղավ, ես տիկին նախարարին ասացի ու այդ օրվանից դարանք թշնամի, ինչ անենք, որ պարողները չգնան, ասի վճարեք, թող չգնան։ Հա, բարձր կարգի պարողը այն ժամանակ ստանում էր 43000 դրամ, ասի տիկին նախարար, դուք կարող եք մի ամիս 43000 դրամով ապրել, աշխատել, ընտանիք պահել, տրանսպորտ նստել եւ այլն։ Հասկանում եք։ Այո։ Կենտրոնական բանկի հավաքարարը անգրագետ կարողակրթություն էլ չունի, ստանա 180,000 այն ժամանակ։ Դե հենց այդ վատա, դա ազդում է, բայց դա կապ չունի երեխեք ջան, ռադիո լսող պարողներին։ Ես բոլորին հորդորում եմ, որ եթե սիրում եք ու անպայման ձեր կյանքը պետքա վառվեք, որովհետև շատ կարճ է պարող կյանքը։ Շատ կարճ է։ Մեզ թվում է, որ մենք երիտասարդ ենք, բայց ես հիշում եմ, որ ընդունվեցի Պարի պետական անսամբլ այն ժամանակ 20 տարի ապրում էր գնում էր թոշակի։ Աս 2000 թվին աշխարհի վերջն է, ես թոշակս էլ չեմ տեսնի։ Հիմա 2025 թիվն ենք արդեն, այտենց էլ թոշակը մի բան չի ասել, բայց տեսար, բայց վայեն տեսնելու։ Այստեղ մի կարևոր բան էլ նշենք, որ Պարի աշխարհը, քանի որ յուրահատուկ ու առանձնանում է իր աշխարհով, ամուսնական զույգերը շատ են Պարի աշխարհում ու ոնց որ թե դա ավելի հեշտացնում է նաև զույգերի կյանքը, որովհետև նույն աշխարհից են մտածողությամբ եւ այլն։ Այստեղ Հրաչ ջան, դու էլ բացառություն չես, ջեր ողջույն ենք անելիքին։ Առաջին զույգն ենք եղել Բարեկամություն Պարարվեստի պետական անսամբլի։ Առաջին թորնիկը Նորայր Գուրգենիչի իմ տղան է, հա, ծնվել Արտավազդը։ Ասեմ, մի կողմից լավ է, մի կողմից վատ է։ Անկեղծ ասած, հա, լավ է, որ միասին ենք, տանը դրսում շրջագայությունների ժամանակ, հետո նույն մասնագիտությունն է իրար խորհուրդ չնայած, ասենք մենք շատ քիչ ենք անում այդ, հա, որտեղ այնքան 24 ժամ դրա մեջ ենք եղել, որ դու գալիս խնդրում եմ չխոսենք Պարից, հա, ուրիշ բանից խոսենք։ Մի կողմից էլ վատ է, որ շրջագայություններ, ես հիշում եմ մենք որ այդ Չարաբաստիկ շրջագայությանը որ մեկնեցինք, փոքր տղաս 6 ամսական էր, ինչ էր, եկանք արդեն քայլում էր, խոսում էր։ Այսինքն մենք թվում է թե ինչ որ լավ բարի գործ, հայրենանվեր գործ ենք անում, բայց այդ արանքում մենք մեր երեխեքին ինչ որ միտեղ ոնց որ իրանց ուշադրությունը ավելի քիչ, ավելի երևի մենք դրա համար հիմա ուզում եմ ես ամեն ինչը տամ թորնիկիս, այն ինչ որ բաց եմ թողել երեխեքիս, չեմ հասցրել, ասենք, հիմա ուզում եմ իր այդ խաղամ, կարդամ, նկարեմ, պարեմ, երգեմ մի խոսքով։ Բեմը կարոտում ես։ Հա, շատ եմ կարոտում։ Հրաչ, մոտավոր հաշվարկ ունես, այ քանի երկրներում ես հանդես եկել կամ համերգների թիվը անհամար համերգների թիվը։ Անկեղծ ասած չեմ հաշվել, բայց բոլոր մայրցամաքերում եղել եմ, հա։ Բացի բանից Անտարկտիդայից, Մեկնարկիկայից, Աշնակի Պարի փառատոները Աշնակի Պարի, հա, բայց այդպես հիմա հիշում ենք, բա ոնց չողջունենք մեր աշնակցիների Պարի, մեր դու հիշում ես ինչ եղավ մի ազգագրական։ Կուրիոզ է հիշել Տիգրանը։ Երբ այսպես հա ասֆալտ չկար բնականաբար, այսպես հա, այդպես փոշոտ ինչ որ հետարքից տարածք էր, սկսվեց քամի, հետո անձրև, բայց ժամանակը եկավ, որպեսզի ես ու Կարինե Սարգսյանը հայտարարենք այդ տարվա փառատոնի հաղթողներին։ Առաջին տեղում բնականաբար Բարեկամություն անսամբլներից լավ հիշում եմ, երկրորդ տեղում տեղի Պարի խումբն էր։ Եվ երբ խոսք խնդրեց Պարի խմբի ղեկավարը,
բարձրացավ բեմահարթակ, արդեն երեկո էր այդպես, բայց ինք հարավային ակնոցներով։ Եկավ բեմահարթակ ու ասեց «Ժաղավարտ մաշախր»։ Նվագեց, սկսեցին բոլորը նվագել ու բեմահարթակը փլվեց։ Աստվածի մեսենջեր եկիշ։ Կարա լինի։ Մի քանի անգամ է եղել, որ բեմահարթակը փլվեց։ Ես հիշում եմ, բայց նվագում պարում էին, միևնույնն է։ Բանում էլ եղավ, Հոկտեմբերյանի ստադիոնում էլ եղավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրաշավ էր այն ժամանակին, էլի բեմը փլվեց ընկանք մեջը, մոնումենտում եղավ, բեմը փլվեց էլի։ Դե այն ժամանակ sense պրոֆեսիոնալ բեմեր չկա, տախտակից բան թքում կպցնում էին։ Բայց ի՞նչ էի կանում, որը Եթե բեմ, ասեմ ձեզ, բայց ձերում գալիս փորձարկում եք աշնակցիների եկեք խումբը Վարամ Արիտակեսյանը, ինչքան չեմ, ես կան հիշում եմ այդ խումբը հիմնադրել ու մեր շատ մեծ մեր այ իսկական մեր հայ ազգային բարի են 77 թվին Նիմիչայլոց Կուբայի երիտասարդության համաշխարհային փառատոնում առաջին Grand Prix շահեցին մեր աշնակցիները։ Իսկ հիմա մեկ հետաքրքիր հարց։ Նաև լոզունգն եմ հիշում, պարը կյանք է։ Աշխարհի ժողովրդի պարեր։ Այո։ Որ երկրի պարն է, որ առանձնահատուկ հայկականը չենք հաշվում, հայկականը առաջին տեղում է, որ ռիթմերը շատ մոտ են հուզական աշխարհի հետ քո։ Անկեղ չգիտեմ ոնց պատասխանեմ, հա։ Չէ, ինձ հարազատ է, ես օրինակ հիմա ասեմ կարող է ծիծաղալու թվա։ Ես օրինակ շատ սիրում եմ այդ ջիպսի բան, այդ գնչուական, այտենց հնդկական մեր Ասատրյան Աշոտը բեմադրեց, նա շատ մեծ սյուտա ունենք, շատ սիրում։ Շատ սիրուն է։ Չգիտեմ, այդ երաժշտությունն ավորքեվորում, դե հա, այդ իսպանական բան, դրանք որ ավելի շատ խարակտերային, ահա, էմոցիոնալ, հա, որ ինչ որ, բայց այտենց ես կյանքում այտենց պար չի եղել, որ դե դրա համար նշեցի ավելի շատ։ Մի անգամ մի հատ դեպք եղավ, Լենինգրադից Լեհեր ինքը կոնսերվատորիայի բալետմեստրականն էր սովորում, ինքն էլ յոգ էր, համ էլ պարող էր, բալետմեստր էր։ Եկավ մեր մոտ կհիշես երևի գնչուական պար բեմադրեց սոլո, դուետ Շուլուկից էր անում ինչ։ Հա, դե ես էլ այն ժամանակ երկար մազերով էի բնականաբար ինձ բան, հա, դե ես էլ այդ պարերում այն խոսքով։ Առաջին օրը որ սկսեց բեմադրությունը, անկախ ինձանից ես մոտեցա ասի Նորարգեն շատ կներեք էլի։ Ես չեմ զգում, այս տղու երաժշտություն ուրիշ բան ասում, ինքը լրիվ ուրիշ յոգական բաներ ա դրել տակը։ Հա, եթե հասկացանք այդ կոնտեմպորա բանման, բայց հիմա թույլ կտակ ես մի քիչ այն ինչ որ մենք ենք էլի մեր մեջ ես պետք է խափեմ ժողովրդին չեմ կարա խափեմ մնացած բոլոր պարերը ինչ որ մենք մեր ռեպերտուարում եղել է աշխարհի բոլոր մեր 15 հանրապետություն նախկին միության հետո աշխարհի տարբեր ազգերի պարեր որոնք որ մենք բնորինակ այսինքն հրավիրել ենք բեմադրիչ եկել է մեզ վրա բեմադրել է ու շատ ով եկել է զարմացած գնացել է որտեվ իրանք հետո անկեղծացել են չէ ասել են մեզ թվում էր որ Հայաստանից հեռագիր ստացանք ինչ որ գավառ են գնում ծայրամաս ինչ որ տենց կգնանք մի շաբաթ 10 օր հազիվ բայց եկել են առաջի մի օրում երկու օրում մենք բար ենք սովորել դուք էսի դպրոց եք անցել ինչի մասին է խոսքը բացի դպրոցը չի անկեղծ ասեմ մեր ինչպես մեր հայոց լեզուն աճկուն մեր այսինքն մեզ հնարավորություն է տալիս մենք կարողանում ենք շատ մոտ չեմ ասի հիմա բայց ինչու՞ չէ նաև կարանք ապարենք իսպանացու պես իսպանական կարող ենք եւ ապարում ենք ապարել մենք կարողանում ենք ի տարբերություն այդ մնացած ազգերին Զանգ ունենք, լսենք ռադիո լսողին, ասում ենք բարի լույս։ Բարի լույս, Արարատ 70։ Այո։ Շնորհավորում եմ, բարի տոնը։ Այսօր ինձ համար 21 տարի է, կրկնակի տոնը։ Ինչու՞։ Թորնիկի ծննդյան 21-ամյակն է։ Շնորհավորում ենք։ Հա, եւ ես Վանուշ Խանամյանին հավես հիշատակ, ժամանակին ինքը ինձ պատվերել էր չեմ հիշում ինչ բանի համար էր իրա ուզած բծախնդիր կատարմամբ այդ պարողների 3 դեյով իրա ուզածը ես կատարել եմ հանձնել եմ այդ ժամանակ հավես հիշատակ Վանուշ Խանամյանին եւ Հրաչյա ջան ես ուզում եմ ձեզ որոշակի բառեր ասել ձեր թույլտվությամբ Հրաչյա անվան առաջին տառերով հրաշալի Ռաբունի Ռաբունին գիտեք ուսուցիչ արվեստի չեմպիոն յուրահատուկ առաջնորդ վերջ ամենալավ ցանկություններ շնորհակալություն վերջացավ շնորհակալ եմ շնորհավորում եմ տալեդարձը մենք միանում ենք բոլոր շնորհավորանքներին շատ սիրուն օրացն մեր բարի միջազգային օրը 21 տարի
ամեն տարի ծորից ծննդյան օրը կրկնակի եմ բարում։ Շնորհակալություն, Բարեք, շարունակեք շնորհակալություն։ բարել։ Այո, այսպես բարի աշխարհը իհարկե անվերջ է եւ յուրահատուկ եւ մենք հետաքրքիր փաստեր էինք առանձնացրել, ասում ենք, այսպես մի արտահայտություն այն մարդը ով կյանքի մեջ մեկ անգամ բաճատա չի բարել, նա պատկերացում չունի բարերի մասին։ Հետո ասել։ Ես շատ գիտեմ, ինչ որ մեկ է, էլի։ Ոչինչ։ Դուք էլ ասեք։ Անցած լինի։ Բաչատա, իշ բաչատա, բալա։ Թող կան մեր բարերը տեսնեն, չէ՞։ Թողան մի հատ շուրջ բարեն, ես դեմ չեմ։ Բոլոր բարերը պետքա մարդ անկեղծ ասեմ, մեր սուրենոգանեսիչները ասում էր մարդ պետքա երկու բան իմանա կյանքում։ Մեկ լողալ, լող տալ, էլի, որտեվ չխեղդվի մարդը։ Մեկ էլ բարել։ Պատկերացնում ես աշխարհի ամենասիրուն աղջիկը, ասես նայում ես իրան, վերականում չի կարում բարի։ Այդ իր դարմ աշխարհի ամենագեշը։ Բա մի հատ սիրուն աղջիկ, որ սիրուն էլ բարում է, դարմ աշխարհի միս աշխարհը։ Համել ուրիշ բան էլ ասեմ, ես միշտ երեխի ձեզ էլ եմ ասել կարծեմ, որ ասեմ պատկերացնում եք պարտադիր չի պրոֆեսիոնալ բարողներ դառնաք։ Մեկ ֆիզիկոս կդառնա, մեկ Նոբելյան մրցանակ եք շահում ու ձեր պատվին բալ մասկարադ են անում թակավորական պալատում։ Ինչ ամոթ է, չէ՞ որ 300-ի տակ մի հատ վալս չես կարում բարես։ Բայց որ դրա հետ մեկտեղ նաև դու համ Նոբելյան մրցանակագիր ես, համ էլ մի հատ դուրս ես գալի գեղեցիկ, մի հատ բարում ես, դա արդեն դրի։ Մի հատ էլ պարավեստի մրցանակ է ստանում։ Այնպես որ պարելը լավ բան է, բոլոր ազգի պարելն էլ կարելի է պարել իմանալ, բայց առաջնահերթ մենք սկսենք մեզանից։ Մենք մի հատ մերը չիմացած անցնում ենք բաչատա։ Բաչատան ում չունի։ Իրականում մեր պարերը բոլորովին այլ են, էներգետիկա ունեն, հզոր են, սա էլ է շատ կարևոր հանգամանք։ Ես եթերը, այսպես եթերից առիթից օգտվելով ուզում եմ եւս մեկ անգամ քեզ շնորհակալություն հայտնել։ Իսկապես հրաշալի օրեր են եղել, իմ կյանքի կարևոր դրվագները, կարևոր կայացման փուլերը եղել են հենց նաև քո շնորհիվ, շնորհակալ եմ քեզ, որովհետև բարի ուսուցիչը ոչ միայն բարի ուսուցիչ է, այլև կյանքի ուսուցիչ, սա շատ կարևոր առանձնահատկություն է։ Այո, այո։ Շատ ուրախ եմ, գեղեցկուհի, կոմպլիմենտ եմ ասում, չի։ Բաոց։ Հետո ինչ որ հիմա էլ տենց չենք բարում։ Հա, բայց կապ չունի։ Բայց անկեղծ ասա, որ քեֆերի բանի, որ առիթ ալինում, որ պարում ես լրիվ։ Դե վերջացա։ Հալալա Նաջարյանին, հալալ։ Որ բաժակից հետո։ Առանց բաժակի, ինձ պետք չի բաժակ։ Ես այն մարդկանցից եմ, որ ի տարբերություն առանց բաժակի բարողներ ենք, այո, եւ ես հիշում եմ նաեւ խնջույքներին հատկապես հունական բարերը բաժակով, եւ ափսեով։ Այո, ափսեով։ Մի կոտրեք, ոչինչ, բարեք։ Այսօր երեկոյան հրավիրում եմ։ Գնացինք բաժակ ափսե կոտրելու։ Շնորհակալ եք։ Ես նմանապես շատ շնորհակալ եմ։ Ստեսում ենք շարունակենք քիչ անց։
Լույսեր առավոտից։ 10:51 րոպե շարունակում ենք միասին վայելել գարնանային առավոտը։ Եվ շարունակում ենք զրուցել նաև բարի մասին։ Մեր ռադիոլսողների մեկնաբանություններն եմ ուզում հիմա ընթերցել, որովհետև այսօր զանգերը շատ էին եւ կարծես թե մեկնաբանությունների համար ժամանակ չմնաց։ Աստղիկ Էլիազյանն ասում է Լուսինե ջան, ես զարմացած եմ, որ դուք դեռ նստած եք, ջան, Ինչու եք նստած։ Իմ պարերն աստվածային են։ Հիշեցի այդ խոսքը։ Իմ պարերն աստվածային են։ Կպարեմ, ամեն ինչ դեռ արժևում է։ Եթերում էլ կպարենք։ Սիրուշ Աբրահամյանն ասում է բարև ձեզ սիրելիներս, այո, պարը բուժում է մեր օրգանիզմում արկա հիվանդությունները, մարդկանց հոգիները ու լցնում սիրով։ Լիովին ձեզ հետ համամիտ եմ, որովհետև բազմաթիվ բարդ իրավիճակներում հենց պարերի փորձերն ու բեմերում ելույթներն են, որ ինձ կարգի են բերել շատ արագ, եւ նա հավելում է, որ հայ ժողովուրդը դարերի ընթացքում միշտ սիրել է երաժշտություն ու պար, շատ բարեք հայ ժողովուրդ։ Արմինե Հովսեփյանը ջերմ ողջույններ է ուղարկում ու ասում, որ իր կարծիքով հանրակրթական դպրոցը երեխայի ուղեղն է մարզում, պարային դպրոցները հոգին, շնորհակալություն է հայտնում բոլոր գրագետ եւ սրտացավ պարուսույցներին, Անձինս իր պարուսույցներ, ամրոյան քույրերի։ Կարինե Գրիգորյանը ասում է, խնդրում եմ նշեք բարի միջազգային օրվա առիթով նաև Գյումրեցի պարուսույց Աղասի Շաբոյանին եւ նրա գործը շարունակող Համլետ Հակոբյանին, այնպես որ գյումրեցիք են պարում բինճ այլ տարբերակ չէր կարող լինել եւ ասում եմ խնդրում եմ գրեք ձեր հեռախոսահամարը, ես ամեն օր լսում եմ ձեր հաղորդումները, դե իհարկե Գյումրիից վաստակավոր ուսուցիչ է մեզ դիմում, Կարինեն, Տիկին Կարինե 553702, դա մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն է։ Մարիա Վիոլետան շնորհավորանքներն է իր ուղարկում, այստեղ մենք նաեւ այլ երկրներից էլ ունեինք բազմաթիվ ողջույններ, ուղակի ուղիղ եթերն այդպիսի բան է։ Կորում են որոշ մեկնաբանություններ, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում մեկնաբանությունները զուտ չեմ տեսնում, թե չէ սիրով կշարունակե ընթերցել։ Իսկ դու գիտես իրականում պար բառը որտեղից է գալիս։ Ինչ արմատներ ունի պար բառը։ Այն գալիս է գերմանական տանձ բառից, չնայած այս գերմաներեն բառն ինքնին փոխադրված է լեհերենից։ Տանձ։ Տանձ։ Թե չէ տանձ ասացիր ուրիշ։ Դե տանձ իմա ինչ տարբերություն։ Մեկ տարի համար կռիվ կենենք, հա, վեճը կարելի է։ Իդեպ Ռուսաստանը մինչև 17-րդ դարը օգտագործել են ժողովրդական պար արտահայտությունը, իսկ պար բառը հասել է ավելի ուշ դարձել Գերմանիայից։ Չմոռանանք, որ ռուսական բալետը լավագույններից է, եւ իդեպ մի առանձնահատկություն էլ նշեմ, շատ կարեւոր է նաեւ ժողովրդի այսպես մարմնի կառուցվածքը, հա, ընդհանուր եթե դիտարկենք, ապա նաեւ այդ առումով է, որ ռուսները բալետով փայլում են, որովհետեւ նրանց մարմնի կառուցվածքը, կազմվածքը շատ համահունչ է բալետի ստանդարտներին։ Մեզ մոտ օրինակ Հայաստանում ինչով է պայմանավորված, որ մեր հայ տղաները եվրոպական տարբեր բեմերն են զարդարում բալետի տղաները եւ միշտ առանձնանում են ու լավագույն բալերոններ համարվում, իդեպ ողջույններս իմ բոլոր այն պարող ընկերներին, որոնք հիմա զարդարում են եվրոպական տարատեսակ բեմերը, որովհետեւ մարզված են, հա, տղամարդիկ շատ մոտ են ստանդարտներին, բայց քանի որ մենք կանայքս հայ ունենք գեղեցիկ մարմնի կառուցվածք, որը մի քիչ չի համապատասխանում բալետի։ Հույսը մահանում է վերջին, ինչպես ասում են։ Դու գիտեի, որ կա պարի թանգարան աշխարհում։ Հա, բայց ինչի է այստենց բանախում։ Դե ասալա, չգիտեմ որտեղ։ Պարի թանգարան գոյություն ունի աշխարհում սելի ժողովուրդ, այն գտնվում է Ստոկհոլմում, Շվեյցարիայում, եւ թանգարանի դռները բաց են պարզվում է բոլորի առաջ 1953 թվականից։ Տեսնում ես ինչ լավ է այս կողմը։ Դե արի այսօր քեզ որպես պարուհի համահունչ այսպես յուրահատուկ ձևով հեռանանք եթերից կրակոտ ռիթմերով արի հեռանանք այսօր եթե դեմ չես։ Այսօր կրակոտ ռիթմերով կհեռանանք, բայց նորից կգանք, դուք սպասեք մեզ սիրելի ռադիոլսողներ, մեր սերը ձեզ բոլորը տանք ու նվիրենք, մեզ ոչ մի բան թող չմնա, մի խոսքով լավ ինչև է։ Տիգրան Հարությունյան եւ Լուսինե Մուրադյան, սիրով աշխատեցինք ձեզ համար, մնացեք Հանրայինի հետ սիրելի։ Գնացինք կրակոտ ռիթմերով, կհանդիպենք վաղը 9:30-ին։ Այո, մնացեք Հանրայինի հետ։ Վաու։ Տեսնում ես։ Այո։ Օ բանա։ Չա։